Մեկում նստում էին իրանք, մեջտեղում իրանք գլխարկներն էին դնում, երրորդում երաժիշտներն էին դնում։ Բաղնիքը այն ժամանակ բաղնիկ գնալու արարողությունը բավականին կարևոր էր, նաև բաղնիկներում լուծում են շատ կարևոր հարցեր, քանի որ ջրից են անընդհատ կար եւ եթե չէին ուզում իրանք խոսակցությունը լսել, այդ իսկ պատճառով բաղնիկներում են այդ հարցերը կարգավորում։ Դոտորնա երկինք կինոն տեսել է կարծում եմ, երբ որ Թորիկն ասում է խանումից պիտի տանեմ լողնա։ Այդ բաղնիկի շենքն է, այո։ Ուրեմն ֆիլմի նկարահանման ժամանակ վերևից ինքը ապակիներով է, պետք է տեսարան նկարել, որտեղ որ ամբողջ սրահը մութ կլինի եւ միայն վերևից լուսավորություն կլինի։ Դե դա այն տարիներն էր, որ հայ կանայք դժվար թե համաձայնեին նկարահանվեին մեկ տեսարաններում, բաց տեսարաններում եւ արտասահմանից հրավիրում են դերասանուհիներ ու այդ դերասանուհիները զագար են ընտրում, այսինքն ծովափնյա երկրներից։ Պետք է ընտրել այնպիսի մի շինություն, որը որ ավելի քիչ լուսավորություն կունենար, որ չերևար այդ զագարի հատվածները ֆիլմի մեջ։ Եվ նկարահանման ժամանակ ռեժիսորը պատմում է, որ մի հատ ժամ է գալի, որ ամբողջ սրահը մթնում է։ Վերև են նայում, տեսնում են Գյումրիում ինչքան տղամարդ կա, այդ գրիշի վրա կանգնած վերևից նայում է, թե տեսարանները ոնց են նկարահանվում։ Սա էլ այդ բաղնիքի շենքն է, որտեղ որ նկարվել է կտոր մեր երկինքը